Հարգելի ինվիտորտ, այսօր օրը կիրակի է և մենք գտնվում ենք արևի հովանավորության տակ և տեսնենք արևը մեզ ինչպես կհովանավորի, բայց միջ կանցնեմ ես իմ կանխատեսմանը, ուզում եմ ասեմ, որ ինձ մի գրեք, հայկական, այս ինչը էքստրասենս է, այս ինչը պայծառատես է, ես պարզ իմ էջում նշում եմ, թե իրական պայծառատեսները, մոգերը ինչպես են ապրում և ինչպես են իրենք ինչ օրենքներով են առաջնորդվում, ինչ սկզբունքներով, իսկ ձեր նշած մարդիկ կամ առհասարակ ինձ չի հետաքրքրում, ես իմ համար շատերին այսպես պարզել եմ, բայց հարկ չեմ համարել հանրայնացնելու, որովհետև իրենց հավատալ, չհավատալ, վստահել, չվստահելը թողել եմ ես ձեզ, իսկ ինչ վերաբերվում է, որ ես անցել եմ համաշխարհային ճանաչում ունեցող մոգերին նայեմ, կամ ասենք ռուսական բիտվա էքստրասենսով, տեղի մասնակիցներին հորար քարտեզով, նայեմ իրենց ունակությունները, կարծում եմ դա զուտ գիտական մոտեցում է, զուտ մասնագիտական մոտեցում է և ուզում եմ, որ դուք էլ տեսնեք, հասկանաք, զուգահեռներ անցկացնեք, մտածեք ումը վստահեք, ումը չվստահեք, այդպես, այդքանը, կամ ուղղակի կարծում եմ ձեզ համար են իրանք հետաքրքիր, դրա համար ես փորձում եմ վերծանել իրանց քարտեզները ստանալ և վերծանել, իսկ ինչ վերաբերվում է հայկական շոու մոգերից կամ շոու էքստրասենսներից Աստծո սիրուն ինձ հեռու պահեք, չեմ էլ ուզում անգամ մտածեմ, չեմ էլ ուզում անգամ վերծանեմ կամ խորանամ, անցանք առաջ և տեսնենք մեր սիրելի արևը, այսօր մեզ կջերմացնի, թե կայրի, այսօր արևը մեզ ինչա խոստանում, ինչա խոստանում այսօրվա արև մոլորակը մեզ, այսօր մենք կլենք շատ հետաքրքրասեր, շատ հետաքրքրասեր, բայց մեզ սեր է խոստանում, որովհետև սիրո կարտը դուրս եկավ, այսօր հանգիստ է մեզ խոստանում, լավ, չարչարվել ենք, աշխատել ենք և մեզ խոստանում է հանգիստ, անհանգստություններ այսօր լինելու են, բայց ամեն ինչ անցնելու է հաջող, ընտանիքը կարող է և օգնել, և աջակցել, և ընտանեկան այսպես հանգիստ անցկացնել, ընտանիքով մի տեղ գնալ, ինչի չէ, ստեղծել կոմֆորտ ընտանիքում, այսօր ընտանիքի հետ հիմնականում, իսկ մնացած հարցերը, որոնք դժվարություն են եղել կամ ձեզ անքնություն, վատ մտքեր են տվել, սուր հարցեր են առաջացել ձեր մեջ, դրանք էլ դրական լուծում կունենան այսօր մեր հովանավորը արևն է, բոլորս թող լինենք լուսավոր, արևի ջերմության տակ, չունենանք D վիտամինի պակաս, լինենք առողջ և երջանիկ, բարի հանգիստ բոլորիս։